Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ համայնհայության մայրաքաղաք Երևանից, այսօր հուլիսի 4-ն է 2026 թվական, այսօր սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հիմա մենք մտանք մի այնպիսի փուլ, որ այս ընդդիմությունը պետք է որոշի մանդատ վերցնի թե չէ, այն դեպքում երբ որ գիտենք վերցնի էլ չվերցնի էլ նրա աշխատանքի արդյունավետությունը 0 է, որովհետև ոչինչ չի անելու ու այնպես էլ չի, որ ասենք ենթադրենք, եթե իշխանափոխության չհասնի, գոնե կառուցողական, լուրջ որոշումների կմասնակցի, ինչ պետք է անի ռուսամետ ուժը, այս վիճակում, երբ որ տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում և տեսնում ենք Ռուսաստանի վիճակը, պատկերացնում եք Ռուսաստանի ներկայացուցիչ Հայաստանում մեր խորհրդարանում ուժ, որը ներկայացնելու է մեծ բացատրի, որ Ռուսաստանի հետ պետք է հարաբերությունները կարգավորել, դուք աշխարհի իրավիճակը նայելով լուրջ եք պատկերացնում, որ նրանք Հայաստանում անելիք ունեն և ունենք իշխանություն, որը այս ընդդիմության միջոցով լեգիտիմացրեց, այո դուք մասնակցեցիք ընտրության, այո հիմա սահմանադրական դատան էլ դիմեցիք, եթե դուք սահմանադրական դատանից սպասելիք չունեիք, ինչի դիմեցիք, եթե դիմել եք, որոշումը բարի եղեք հարգել և վերջ, մանդատը վերցնում եք, եկեք, մենք քեզ սկսենք ծաղրել, ասենք բա ուր է վարչապետ Սամվել Կարապետյանը, բա ինքը պետք է գար, որ իրան հարցեր տային, բա դուք հետո կանգնում է Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս ընդդիմությունը լեգիտիմ չի, դուք պատկերացնում եք մի խորհրդարան, որտեղ իշխող քաղաքական ուժը ասում է, այս ընդդիմության լեգիտիմությունը չեմ ճանաչում, սա է ժողովուրդ ջան, ունենալու ենք սա, դա նշանակում է, որ մեծ սպասելիքներ բնական է այս խորհրդարանից ունենալը լուրջ չի, որովհետև հարցերը լուծվում է նույնիսկ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում կառավարությունում, որովհետև հարցերը որոշվում է միանձնյա Նիկոլ Փաշինյանի կողմից, էլ խորհրդարանն էլ ինչ պետք է անի, ինչ ասի, այն էլ պետք է անի, և ընդդիմությունն էլ այս վիճակն է ժողովուրդ ջան, հիմա դուք պատկերացնում եք, թե ինչպիսի մարտահրավերներ ու սպառնալիքներ կան աշխարհում, տարածաշրջանում մեր երկրի հետ կապված և ինչպիսի խորհրդարան ունենք, որը պետք է համարժեք արձագանքի այդ խնդիրներին, այս էր մարդկանց, որոնց խաբեցին, ասին գիտեք ինչ, եկեք մեզ ձայն տվեք, մենք կարող ենք Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկել, մարդկանց ասեցինք մի զրկեք մեր ժողովրդին այլ ընտրանքից, չեն անելու իրանք դա, չի ստացվելու, ասում են դե լավ էլի, ոնց չեն անելու, այն անեն իրանք պետք է անեն, լսեցիք հիմա, այսա ձեր սրտի խորհրդարանն է ժողովուրդ ջան, և ինչ-որ մարդիկ էլ ախր ձայն տան փոշիանալ, անընդհատ ով ինչից խոսում էր փոշիանալ, ով ինչքան երկիրը թալանած մարդ կար, սիրուհիներին գցել էին հանրային եթեր, որպեսզի փրկեն իրենց սիրեկանների փողերը, ժողովուրդ, փոշիանում է, գնացեք ընդդիմությանը ձայն տվեք, փոշիանում է, ի՞նչն է փոշիանում, նախորդ ընտրությունների հետ կապված 200,000 ավել մարդ մասնակցեց, այս ուժերից պակաս ձայն ստացած ձայների ընդհանուր գումարը 200,000 կա, բա ի՞նչն է փոշիանում, այսինքն այդպես խաբեցին, այդպես ամեն ինչ արեցին, որ խորհրդարանը լինի այս տեսքը, և այս իշխանությունները ասի, բա ես հաղթել եմ, 3 միլիարդ թատիրոջ հաղթել եմ, ես էլ որոշել եմ այսպես վարվել, իսկ հիմա դրա համար առաջիկա անելիքները պարզ է, իրանք դեռ կխոսան, կբացատրեն, որ պետք է մանդատ վերցնենք, որ հետո գնանք իշխանությունից մարդ առնենք, բերենք, գայթակղենք մեր մոտ, ժողովուրդ հասկացեք, որ մանդատ չվերցնենք, սենց կլինի, այդ հեքիաթը 5 տարի լսել ենք, ժողովուրդ ջան, լսել ենք, այդ ամեն ինչը լսել ենք, ու դրանից ոչինչ սպասելու չկար, և ասում ենք, մեզ պետք է այլ ընտրանք, որ այլ ընտրանքը լի այս իշխանությանը և այս ռուսամետ ընդդիմությանը ու նախկիններին, վերջ, հիմա այս կողմը ասեց ձայն տվեք մեզ, որ երկիրը չտանեն Ռուսաստան, այն կողմն ասեց ձայն տվեք մեզ, որ այս Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկենք, և արդյունքում տեսանք այն, ինչը որ սպասելի էր, բա ասում էինք, չէ, որ Սերժ Սարգսյանը
իր ձևով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, 21 թվականին Ռոբերտ Քոչարյանն իր ձևով լեգիտիմացրեց, 26 թվականին էլ մեր ձևով եկավ իր ձևով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացրեց ու այնպես աներ, որ Նիկոլ Փաշինյանին էլ պետք էր, որ հանկարծ խորհրդանում արևմտամետուշ չլինի, ինչի, որպեսզի ինքը արևմուտքին ասի ես եմ ձեր գործընկերը, բայց խորհրդանում ով կա։ Այսինքն լավ էլ պասերով ամեն ինչ արեցիք, որպեսզի այդ ուժը չլինի, որպեսզի միակ արևմուտքի հետ գործընկեր մնա իշխանությունը։ Եթե նույնիսկ արևմուտքը դժգոհ լինի Նիկոլ Փաշինյանից, հո չի գնալու Սամվել Կարապետյանի հետ աշխատի։ Այսինքն մեկը պետք է մտածի, լավ ավատա Նիկոլ Փաշինյանն է, հետո ինչ եք զարմանում։ Իսկ եթե կլներ հստակ արևմտյան ուղղության քաղաքական ուժ, կկանգներ կասեր մի րոպե իշխանություն, էս ինչ խաղեր ես տալի։ Ինչի մենք տեղյակ չենք ինչ ես բանակցում, ինչի մենք չենք, բա ինչի իրանց պետք չէր, որ падգամավորը պատվիրակությունների մեջ չլներ ու չգնար տեսներ ինչ են խոսում, ինչ են անում։ Բա գաղտնի ինֆորմացիա, ինչը տիրապետերի պաշտոն է որպես падգամավոր, բա դա ամենաշատ ծռնտու էր Նիկոլ Փաշինյանին։ Ասում ես բալանսավորող քաղաքականություն են վարում, բայց արևմուտքի գործընկերն էլ եմ ես, որովհետև բա ով է, հո ռուսամետ ուժերը չեն։ Էս է ժողովուրդ ջան։ Այն ինչ որ ուզեցիք, դա էլ եկավ։ Ուղղակի մենք սրան արժանի չէինք, որ մեր խորհրդան այսպեսին լինի։ Դրա համար պայքարը շարունակվելու է, մենք անելու ենք դա ինչքան մեր համեստ ուժերը կների, արդեն արտախորհրդարանական կարգավիճակով, որովհետև հստակ պատկերացնում եք, թե ինչ խնդիրներ կա եւ ինչ պետք է անել, որպեսզի դրա դեմը կարողանալ առնել։ Իսկ հիմա նայենք այսօր ԱՄՆ անկախության հռչակագրի օրն է 1776 թվականի հուլիսի 4 250-ամյակն է, հատուկ ես կանրադառնամ այդ հարցին, ուղղակի մի քանի նյութ ներկայացնեմ, որովհետեւ դա մի քիչ ծավալուն ուզում եմ անդրադառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հռչակագիրը մենք ինչի ենք Ամերիկայի մասին բնական ավելի շատ անդրադառնում այդ թեմային, որպես գերտերություն, որպես տևական ժամանակ աշխարհը միաբևեռ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորհրդային միությունը փլուզվելուց հետո միակ բևեռներ, ու այնպես չի, եթե ինքը միակ բևեռի կարգավիճակը ինչ որ մի պահ կորցրել էր, բայց դրա փոխարեն ինչ որ երկրորդ կամ երրորդ բևեռեր ստեղծվել։ Եվրամիությունը այդ անվտանգային համակարգը չուներ, որ միասնական բևեռի տեսքով հանդես գար, հիմա նոր ուկրաինական պատերազմից հետո այդ միասնականությունը եւ ռազմական ծախսերը ավելացնելով հավակնում է այդ խնդիրը կարողանա լուծել։ Ռուսաստանը այդպես է չկարողացավ խորհրդային միության մակարդակին հասնի, որ գոնե դառնա բևեռ, Չինաստանն էլ դեռ այլ ձևով աշխարհի հետ հարաբերվում, դեռ այդ բևեռի խնդիրը մի քիչ ուրիշ ձևով է պատկերացնում, տարբեր տեղեր մտնի աշխատուժով եւ մտնի փողով, կնքելով պայմանագրեր, ներդրումներ անել, կախվածության մեջ գցել, դեռ այլ լոգիկայով իհարկե կարճ ժամանակ հետո այսպես թե այնպես այդ բևեռը ձևավորվելու է, այսինքն ինչի եմ ասում, Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությունը աշխարհի վրա այնպիսին է, որ դու չես կարող հաշվի չնստես այդ փաստի հետ։ Ամերիկան ինքն է ասել, եթե որևէ երկրում մի բան դուրներս չեկավ, կխառնվենք եւ նրանք կարգի կհրավիրենք, նրանք պետք է ապրեն մեր ուզած ձևով։ Իհարկե շատ երկրներ դա այդ համաձայն չեն եղել, բնական բան է։ Եվ նրանք է ցույց են տվել իրանց ուժը, եւ շատ-շատերը նաեւ կողմ են եղել։ Իմ նման մարդը ողջունել է դա, որովհետև ավելի լավ ամերիկանալ էր, քան ով։ Այնպես չի, որ մենք ընտրում ենք եղածների մեջ։ Ամերիկան չի, բա ով։ Խորհրդային միությունը, որը փլվեց Ամերիկայի հետ հակամարտության պարագայում։ Իսկ Ռուսաստանի եւ Ամերիկայի արդեն հարաբերակցությունը անգամներով փոխվեց։ Վարշավայի պակտը, որը պետք է պայքարեր ՆԱՏՕ-ի դեմ, իսկ ՆԱՏՕ-ն հսկայական ձևով աճեց, իսկ Վարշավայի պակտը փլուզվելուց հետո հապկը Վարշավայի պակտի ծաղրն է։ Այսինքն բայ այդ դեպքում մենք եթե Ամերիկան չի, բա ով։ Նշանակում է Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնիսկ ինքն էլ չի կարող ասի իմ գործերին էլ մի խառնվեք, ես զբաղվում եմ իմ գործերով,
Ոչ, արդեն այն նշաձողը, որը սահմանել է Միացյալ Նահանգները, մեկի համար ոգևորող, որ աշխարհի ամենահզոր երկիրն է, ժողովրդավարության բաստիոնն է, եւ մեկն էլ վախենալով Ամերիկայից, արդեն Ամերիկան ներկայացված է աշխարհում։ Դա նշանակում է, որ պետք է հստակ ասենք, բայց այդ դեպքում զբաղեցրու քո տեղը, այլապես մի օր չես կարող ասես ձեզ ինչ թե մեր մոտ ինչ ա կատարում ու հետ քաշվես։ Դրան ուղղակի կանրադառնանք, ասեմ ինչի համար եմ դա ասում։ Դա համար հատուկ խոսենք այդ մասին։ Հիմա տեսնենք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր եւ վերահսկողության տակ է վերցրել մեր հողերի ավելի քան 3000 քառակուսի կիլոմետրը Դոնբասում եւ Նովորոսիայում։ Այս մարդը պատկերացնեք նույնիսկ տեղյակ չի ինչ ա կատարվում, ու նույնիսկ եթե դու ավելի շատ էլ տարածք վերցնես, առաջ էլ գաս, ուկրաինացիք որպեսի զոհ չտան կարող է հետ քաշվեն, բայց քո թիկունքին այնպիսի ծանր հարվածներ հասցնեն, որ կամ շրջափակման մեջ ընկնես, կամ վազելով փախնես, չհասցնես էլ վազելով գնաս։ Այսինքն տարածք առաջ գալը դա ինչ որ ցույց տալ ուժի դիրքերից, երբ որ այդպիսի ծանր հարված է ստանում քո տնտեսությունը, քո ռազմարտությունաբերությունը, այսօր Սանկտ Պետերբուրգին են խփում նավթային տերմինալին, վագոններ են պայթում, չգիտես ինչ են ելում, ինքնաթիռներ եւ ինչի մասին ես խոսում։ Ենթադրենք մի կիլոմետր առաջ եկար։ Չես կարողանում դու պահես ոչ միայն այն, որը որ վերցրել ես, դու չես կարողանում քո երկիրը պահես։ Իսկ դրան է շարունակությունը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուսաստանի Դաշնության մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոստանտինովկան։ Հիմա տեսեք, ու ինքը ուզում է ցույց տա, որ առաջ ենք գնում, ժողովուրդ ջան, լավ առաջ ես գնում։ Այդ առաջ գնալուց պետք է Ուկրաինան կոտրվի եւ համաձայնվի գնա խաղաղության, չի գնում։ Ընդհակառակ ինքն է խաղաղություն պարտադրում։ Ինչ է տալիս դա քեզ։ Այդ հասել ես նրան, որ Վոլոդիմիր Զելենսկին հեգնելով ասում է, բա ինքը խաղաղության համար Պուտինը չէր ուզում, ես Ռուսաստան գամ հետը հանդիպեմ։ Բա գալիս եմ, եթե Կոստանտինովկան արդեն ձեր վերահսկողության տակ է, համաձայն եմ Կոստանտինովկայում Պուտինի հետ հանդիպեմ, որովհետև դա Պուտինի վերահսկողության տակ չի։ Էսա, բա սա ենք ասում։ Հայաստանում էլ ինչ-որ մարդիկ մտածում են, էսա տեսեք Ռուսաստանն ինչ է անում։ Ու գիտեք ինչն է հարցը։ Այսօր այն խայտառակ վիճակը, որ կա, վառելիքի հետ կապված, այն լուրջ խնդիրները, որ կա, գործից հասկացող մարդիկ հրաշալի հասկանում են, որ արդեն Պուտինը պատվիրված է հենց իր մերձավորագույն շրջապատի կողմից, որովհետև արդեն հասկանում են, որ Պուտինով շարունակելը կատաստրոֆա է։ Ուղիղ դեմը դուրս գան խնդիր կունենան, այնուամենայնիվ նրան հավատարիմ ուժեր կան, եւ ինքը գերագույն գլխավոր հրամանատար է, բայց եւ միևնույն ժամանակ նրանով առաջ գնալը երկիրը կործանել է։ Նրանք, ովքեր մի քիչ ուշադրություն դարձրել են, երբ որ եկավ մի պահ, որ Ադոլֆ Հիտլերը հասկացան, որ այլևս շանս չկա եւ նա չի կարող պատերազմում հաղթել, այդ ժամանակ արդեն սկսվեցին սեպարատ բանակցությունները ամերիկացիների հետ, տարբեր տարբերակներ էին մտածում եւ այլ, սկսած ֆիզիկապես վերացնելուց վերջացրած բանակցություններ վարել, կյանքը շարունակվեր առանց Հիտլերի։ Մենք այդ ամեն ինչը գիտենք, չէ՞։ Մենք գիտենք, չէ՞, որ 1964 թվականին Նիկիտա Խրուշչովին տապալելուց առաջ մեթոդաբար դեֆիցիտ էին առաջացնում ապրանքների, դժգոհություններ էին առաջացնում, արդեն սկսում էին անեկդոտներ պատմել, չաստուշկաներ էին գրում Խրուշչովի վրա եւ այլ, արվում էր մեկ նպատակի համար, ամբողջ հասարակությանը տրամադրել, որ ինքը պետք է գնա, եւ եկավ նստեցին, որոշեցին ու գնաց։ Եթե մարդիկ չեն հասկանում, իսկ դա կարող է անել մերձավորագույն շրջապատը, որը հրաշալի ներսից գիտի Պուտինի թույլ կողմերը եւ հրաշալի գիտի երկրի վիճակը եւ նա չի ցանկանում մնալ փլատակների տակ եւ որպես կանոն դուրսը բանակցում է այն մարդկանց հետ, որոնք որ տիրապետում են ինֆորմացիայի եւ վարչական լծակների։ Նույնիսկ նրանց համար դժվարություն չի զանգել Ղազախստան, ասեն եթե քեզանից բենզին խնդրեն,
մի տա։ Հա, քու երկրում կարող ես բենզին վաճառել, ռուսական մեքենաները լցնեն, որ գլխի չընկնեն, որ դու ուղակի մերժում ես։ Բայց այդ մարդիկ այնքան կշիռ ունեն, որ այդ մարդիկ կարող է անգամ ոչ միայն այն օբյեկտիվ դժգոհությունները, որ երկրում կա, այդ գիտենք, որ կա, այլ նաև իրանք կարող են անել այնպես, որ դա ավելին լինի, քան այսօր կա, որովհետև Պուտինը իրավիճակին չի տիրապետում։ Ու նույնիսկ ուշադրություն դարձել է 22 թվականին խոսում էր, որպեսզի վախեցներ միջուկային զենքով հարվածի մասին, դա տեղի չունեցավ։ Ասում էինք, որ չի լինելու, առիթ կլինի մի օր այդ ձայնագրությունն էլ ցույց կտամ։ Բայց հիմա ինչի է նույնիսկ ակտիվացել ատոմային ռումբ ենք օգտագործելու ատոմային ռումբ, որովհետև հասկանում է սովորական պատերազմով չի ստացվում։ Դա էլի ձեզ չի հիշացնում Հիտլերին, որը որ արդեն հասկանում էր, որ պրոբլեմ ունի եւ մտածում էին, որ իրանց զանգվածային ոչնչացման զենք է պետք, միջուկային զենք է պետք, ֆաու ռումբեր է պետք, հրթիռներ տարբեր, այսինքն այլ բան է պետք, որպեսզի կարողանան պատերազմը կոտրեն։ Եվ այդպես է երազանքով եկան, բայց միևնույնն է նրանց ոչինչ չհաջողվեց, որովհետև ոչ միայն հետախուզները կարողացան կանխեն դրա դեմը առնեն, որ Գերմանիան չունենա զանգվածային ոչնչացման զենք, այլ եթե ներսում չլինեին մարդիկ, ովքեր որ արդեն դատավճիռը կայացրել էին Հիտլերի վրա, որ պետք չի մեր երկիրը տանեն կործանման, ժամ առաջ պետք է ինքը պարտվի ու գնա, այդ ժամանակ ուղղակի չկարողացան հասնեն դրան, որ ունենան։ Նույնիսկ եթե շատ էլ մոտելնեին, մեկա դա չէր ելնելու։ Նույնը այսօր, երբ որ արդեն նորից Պուտինը հիշել է միջուկային զենք, հասկանում է, որ այս սովորական պատերազմում ինքը պարտվում է։ Սա է ժողովուրդ ջան, եւ այս ամեն ինչը մարդիկ նայելով երկրի վիճակը, նայելով թե ռուսները ինչ մի օրվա մեջ կարող է մի 10 հատ երկ գրեն ծաղրելով իրանք իշխանությանը։ Այս են ռուսները չէին, որոնք որ հպարտությամբ ասում էին, այո, մենք պետք է գնանք ամբողջ Ուկրաինան գրավենք ու ամբողջ Եվրոպան ու Ամերիկան ծնկի բերենք։ Ինչ պատահեց։ Երկու օր բենզինը կտրվեց, արդեն հակառակ գործողությունն ասկսե եւ շտաբում են ասում են շուտ արեք խաղաղության գնացեք, բա մեզ պետք էր, որ բա մեզ Ղրիմը պետք էր, բա մեզ Ուկրաինան պետք էր, այս ամեն ինչը ինչի համար էր։ Լավ ուշադրություն դարձրեք, ինչքան կարճ ժամանակ էր պետք, որպեսզի այն մարդիկ, որպես հերոսաբար ասում են պետք է գրավենք, հիմա էլ ասում են շուտ արեք պատերազմը դադարեցրեք, որպեսզի մեր վիճակը կարգավորվի։ Սա ինչ եւ սա բացի այն որ ժողովուրդը խելքի է եկել, նպատակային դա ուղղում են որ անեն։ Այսինքն մի ձև կա Հայաստանից շատ աղոթեն, որ Պուտինի հետ բան չկատարվի, որովհետև այն ինչ ձևի Հայաստանից են Պուտինին սիրում, հիմա Ռուսաստանում տենց պուտինասեր չեք գտնի, ժողովուրդ ջան, որովհետև նրանք հարվածը իրանց գլխին են ուտում, նրանք հրաշալի գիտեն ինչ է կատարում, նրանք հասկանում են, որ այլևս դատապարտված է երկիրը։ Չեմ ասում էլի չկան որոշակի մարդիկ, որ այլ կարծիք ունեն, բայց արդեն իրանք լավ հասկանում են, այնպես որ Պուտինը միայն տեղ ունի այսօր, անգամ Բելարուսում չունի, ինքը միայն Հայաստանի որոշ մարդկանց մոտ տեղ ունի, որոնք դեռ չեն, եթե Պուտինը մեռնի տանեն, թաղեն, մեկա մերոնք չեն հավատալու, պետք է ասեն, որ ինքը հեսա հարություն կառնի ու կգա աթոռին կնստի ու ովքեր որ իրան չէին հավատում կտեսնեք իրանց ինչ կանի։ Ռուսաստանը կհաշտվի Պուտինի կորուստի հետ, Հայաստանում շատ մարդիկ չեն հաշտվի, ժողովուրդ ջան, մենք պետք է աշխատանք տանենք, որ այդ մարդկանց այդ ծանր վիճակից հանենք, դուք հասկանում եք, նրանք ինչ դժբախտություն է ալնելու նրանց հետ, նրանց պետք է թվա, որ այս աշխարհն ավելի լավ է վերանա, եթե Պուտին չկա, ինչի համար է այս մոլորակը, եթե Պուտին չկա, դուք հասկանում եք, մենք լուրջ անելիք ունենք մեր հայրենակիցներին փրկենք, որ ասենք կյանքը առաջ է գնում, առանց Պուտին աշխարհ գոյություն ունի, ժողովուրդ ջան, ես գիտեմ ինչքան դժվարություններ են այդ ուղղությամբ ունենալու։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն հարված հասցնել Իրանին ցանկացած սպառնալիք վերացնելու համար։ Ինչու է այսպես ասում, որովհետև իրանք հասկանում են, որ ամեն ինչ չի, որ Տրամպը իրանց կաջակցի, որովհետև գիտեք, արդեն այս ընթացքում ցույց տվեց, որ Ամերիկայի շահերը չի բխում, որ հիմա Իրանի հետ համաձայնության չգանք, այսինքն
չափը պետք չի որ Իսրայելն անցնի, իսկ Իսրայելը ոգևորված էր ասում էր քանի Տրամփն է Իրանին հաղթենք, որովհետև հետո ուրիշը գա, այդ հնարավորությունը մենք չենք ունենա։ Եվ հասկացա, որ այլևս կարող է այդ աջակցությունը չլինի, ասում է պետք է լինի մենք միայնակ հարված կհասցնենք։ Չեմ կասկածում, որ կարող են միայնակ հարված հասցնել, բայց իրանք կարող են կասկածել պատասխան հարվածների դեպքում կկարողանան տակից դուրս գան, թե չէ։ Այսինքն առանց Ամերիկայի հարված կհասցնեն, բայց առանց Ամերիկայի կկարողանան պատասխան հարվածների դեմ առնեն, թե ոչ։ Մանավանդ որ պատասխան հարվածների հետ կապված Ամերիկայի դաշնակիցներն էլ էին օգնում մեկ, պատասխան հարվածների հետ կապված ամերիկյան բազաներն էլ էին օգնում երկուս։ Այսօր ոչ դաշնակիցներն են օգնելու, ոչ էլ Ամերիկայի բազաներն են օգնելու։ Այդ դեպքում Իսրայելը խնդիր է ունենալու։ Այսինքն որպես ահաբեկել Իրանին լսեցինք, բայց այդքան էլ բան չի արժանահավատ չի, որ այդ հարվածը հասցնելուց հետո պատասխան հարվածը ավելի ծանր չի լինի։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ պետք է ընդունի փոփոխված իրավիճակը Իսրայելի և Միացյալ Նահանգների սանձազերծած Իրանի դեմ պատերազմից հետո։ Պայմանները փոխվել են անցյալի համեմատ, իսկ պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են Վաշինգտոնին հաշվի նստել գոյություն ունեցող իրողությունների հետ։ Հիմա էլ Իրանի կարծիքը այս ամեն ինչի նկատմամբ, իհարկե Դոնալդ Տրամփն էլ էլի փորձում է ցույց տա, որ մենք հաղթել ենք, էս ենք արել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, մենք մեկ օրում հաղթեցինք Վենեսուելային եւ մենք լուրջ հարված հասցրեցինք Իրանին, նրանք հուսահատորեն ցանկանում են համաձայնության գալ, նրանք այնքան ուժգին են ցանկանում համաձայնության գալ, մենք նրանց մեկ շաբաթ ժամանակ տվեցինք ուղարկավորության համար, որովհետեւ մենք լավն ենք։ Այո, հիմա տեսնում եք, որ լավ մի շաբաթ անցավ, բայց այդ մի շաբաթից հետո ինչ է ալնելու։ Համաձայնության հետ կապված շարունակվելու է բանակցությունը, թե հարվածները հասցվելու։ Մենք սպասում ենք կոնկրետ արդյունքին, որով պայմանավորված է տարածաշրջան, որով պայմանավորված է աշխարհի հետագա քայլերը։ Այնպես որ մենք դրան ուշադիր կհետևենք, ես անպայման աստիգոնե հասցնեմ կարևոր լուրեր ասեմ, բայց հիմա նայենք Ամերիկայի Միացյալ Նահանգների թեմային անդրադառնանք, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է. ԱՄՆ պետական դեպարտամենտը ստեղծել է հատուկ ամերիկյան անձնագիր ի նշան Ամերիկայի 250 ամյակի։ Անձնագրերը կսկսեն տրամադրվել Վաշինգտոնում սույն թվականի հուլիսի 6-ից։ Ավելի վաղ Սպիտակ տունը ներկայացրել էր անձնագրերի սահմանափակ տպաքանակի դիզայնը։ Անձնագրի կազմի ներսի կողմում տեղադրված կլինի Տրամփի դիմանկարը նրա ստորագրությամբ։ ԱՄՆ անկախության հռչակագրի տեքստի ֆոնին, ինչպես նաև 1776 թվականի հուլիսի 4-ին հռչակագրի տեքստի ստորագրման տեսարանով նկար։ Այսինքն անձնագիր Տրամփի նկարով ստորագրությամբ։ Եվ շարունակությունը մի բան էլ ասեմ, ու երկուսը միասին անդրադառնամ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հրապարակել է $100 նոր թղթադրամի պատկեր, որի վրա տեղադրված էր իր ստորագրությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահի ստորագրությունը կհայտնվի ամերիկյան թղթադրամների վրա։ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը դեռ մարտին հայտնել էր, որ վարչակազմը նախատեսում է Թրամփի ստորագրությունը տեղադրել թղթադրամների վրա ի պատիվ Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի։ Հրապարակված պատկերում նախագահի ստորագրությունը գտնվում է Բեսենթի ստորագրությունից վեր, ավելի վաղ $100 թղթադրամների վրա տեղադրվում էին ֆինանսների նախարարի և ԱՄՆ գանձապետի ստորագրությունները, սակայն ԱՄՆ գործող նախագահի ստորագրությունը ամերիկյան արժույթի վրա երբեք չի եղել։ Նախագահի ներդրումը պատմության մեջ որպես Ամերիկայի ոսկե դարի տնտեսական վերածննդի ճարտարապետ անհնար է ժխտել։ Նրա ստորագրությունը ամերիկյան արժույթի վրա տեղադրելը ոչ միայն տեղին է, այլև լիովին արժանի, հայտարարել է ԱՄՆ գանձապետ Բրենդոն Բիչը։ Ամերիկյան գործող օրենսդրությունը նախատեսում է, որ թղթադրամների և պետական արժեթղթերի վրա կարող են պատկերվել միայն մահացած անձինք։ Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատ ներկայացված օրինագիծն առաջարկում է բացառություն անել այն անձանց համար, որոնք Միացյալ Նահանգների նախագահներ են կամ եղել են։
Հիմա տեսեք, ինչի այս երկուսը միասին եմ ասում, որովհետև Դոնալդ Թրամփը այս ընթացքում ինչքան հիշողություններ չի դավաճանում, իր կենթանության օրոք Վլադիմիր Լենինը, Ստալինը, Խրուշչովը, Բրեժնև եւ այլ մնացած բոլորը իրար հետ վերցրած իրանց կենթանության օրոք այդքան քաղաքներ, փողոցներ, շենքեր, շինություններ կամ չգիտես ինչեր իրանց անունով չի դրվել, ինչքան Տրամպի կենթանության օրոք դրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ժորժ ջան, մենք խորհրդային միություն ենք տեսել, էլի, մեղք ենք, էլի, թողեք մեր մահով մեռնենք, էլի։ Այսինքն, բա մենք խորհրդային միության ժամանակ օրինակ ենք վերցրել Ամերիկան, ասել ենք, էս ինչ եք անում, էս ինչ եք դրել ձեզ գովում, ձեզ մեդալներ տալի, ձեր անունով շենքեր դնում եւ այլ, իսկ գումա տեսեք մի ուրիշ տեղ ինչա կատարվում։ Նույնիսկ Խրուշչովի օրոք օրենք ընդունվեց 1957 թվականին, որ գործող պաշտոնյայի հետ կապված ոչ մի բան անունով չդրվի։ Միայն մահվանից հետո։ Այո, Բրեժնևինը մի հատ բացառություն էր, այն էլ ինչ էր։ Ուղղակի օրենք ընդունեցին, որ կրկնակի հերոսի դեպքում կենթանության օրոք իր հայրենիքում կարող են դնել բրոնզից իր բյուստը, որը դրեցին այո իր ծննդավայրում, իր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ 1976 թվականին։ Այն էլ ուղղակի այդ օրենքը ընդունեցին, որ համել իր համար դնեն, որ արդարացնեն, բայց դե ուրիշներին էլ դնեն, էլի։ Այսինքն տվին կանցան Ռուսաստանը, վատնա չի, որ Տրամպը դա ուզում է, վատնա է, որ կողքինները դա դրդում են, կողքինները ոգևորված են, ասում են այո քո անունով փողոց էլ դիր, քո անունով շենք էլ դիր, այս արա ամեն ինչ քո անունով, եթե նույնիսկ փողի վրա չի եղել երբեք նախագահ, էլի դու ստորագրի, սա Ամերիկան է անում, ժողովուրդ ջան, Ամերիկան, որը օրինակ է եղել աշխարհի համար։ Հիմա երբ որ ինքը ցանկանում է ասենց փայ մտնի անկախության հռչակագրին, բայց պետք է ինքը մի հատ նայեր, չէ, այդ անկախության հռչակագիրը 76 թվականի հուլիսի 4-ին, այդ հիմնադիր հայրերը, որ պետություն էին ստեղծում, բա նրանք պայքարում էին միապետության դեմ։ Նրանք չէին ասում են մենք ազատվենք Անգլիայի թագավորից եւ ստեղծենք Ամերիկայի մի հատ հզոր թագավորություն։ Նրանք գիտեին, որ պայքարելով Գևորգ 3-ի դեմ Ջորջ 3-ը նրանք նաև տեսել էին նրա ոչ adekvat վարքագիծը, որտեվ չի կարելի թագավոր ելնել, որ ասել Աստծո կողմից ընտրված մարդ ու դու պետք է կառավարես անկախ ուղեղից ծավալը։ Այո, Գևորգ 3-ը իր պաշտոնավարման տարիներով երրորդն է եղել Ելիզավետայի եւ Վիկտորիայից հետո տարիների քանակով, որ ամենաերկար պաշտոնավարող երրորդն էր եղել, բայց չէ որ իր պաշտոնավարման ինչ-որ փուլում այլևս ի վիճակի չէր, հոգեկան խանգարում ուներ եւ ռեգենտն էր կառավարում երկիրը, դա խայտառակություն է։ Բաս Աստծո կողմից ընտրված ով չենք փոխելու, թագավորին ինչ փոխենք։ Բայց հետո պարզվեց չէ որ նա ավելի վաղ հասակում ուներ հոգեկան շեղում, որը թաքցրել էին։ Բայց չէ որ նրա այդ կայացրած որոշումների արդյունքները տեսել էին նաև մարդիկ առանց հասկանալ, առանց իմանալու որ հոգեկան շեղում ունի, բայց նրա կայացրած որոշումները կամ նրա անունից կայացած որոշումների արդյունքները տեսել էին, չէ։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում էր ոչ թագավորներին, մենք պետք է ստեղծենք հանրապետություն, մենք պետք է իշխանության թևերի տարանջատման խնդիր դնենք, իշխանության փոփոխելիության խնդիր դնենք։ Իհարկե այն ժամանակվա հռչակագիրը այդքան այլ բաներ հազիվ իրանք մտածում էր այդ անկախությունը եւ ինչ որտեղ եթե թագավորը իրան ճիշտ պահեր կարող անգամ այդպես ռադիկալ քայլի չգնային։ Բայց այդ էր այդ մարդկանց ստեղծած պետությունը։ Իսկ Դոնալդ Տրամպը սոցիալական մի հատ խնդիր լուծելու դեպքում թագը վերցրեց դրեց իր գլխին, ասեց ես թագավոր եմ։ Ինչին է այդպես համեմատվում։ Կամ այդ մարդիկ ինչ արեցին։ Հիմք էին դրել նրա համար, որ իշխանությունը անձով պայմանավորված չպետք է լինի։ Դա պետք է լինի փոփոխելի ու պարտադիր։ Եվ անգամ առաջին նախագահը Ջորջ Վաշինգտոնը գեներալ, որը պատմության մեջ Ամերիկայի միակ նախագահն է, որը որ միաձայն ընտրվել է 1789 թվականին։ Այն ժամանակ օրենքը չէր սահմանափակում, որ 2 ժամկետից ավել չի կարելի։ Մեկ կարող էր լինել 2, 3, 4 եւ ինչքան ասես։
Բայց ինքը իր համար որոշեց, որ 2 ժամկետից ավել վերջ չի կարելի։ Առաջինը ինքը այդ հիմքը դրեց։ 1797 թվականին, երբ որ իր ժամկետը ավարտվելու էր, 1796 թվականին ինքը հրաժեշտի ուղերձով հանդես եկավ։ Ու ասեց վերջ, իշխանությունը պետք է փոփոխվի, պետք է իշխանական թևերի տարանջատում լինի, որևէ մեկը բարձր պետք է չլինի իշխանությունից, պետք է փոփոխվի, դա է ամենակարևորը Ամերիկայի համար։ Իհարկե այդ ուղերձը սովորաբար ասում են ինքը ուղարկել է կոնգրեսին, բայց իրականում այդպես չի, նա ժողովրդին դիմեց։ Այդ ուղղակի ասում են կոնգրեսին ինչի համար, որովհետև 1862 թվականին քաղաքացիական պատերազմի ժամանակ, որպեսզի հասարակությանը ոգևորեն, ասին բերեք Ջորջ Վաշինգտոնի ուղերձը ընթերցենք, մարդկանց մարտունակությունը բարձրացնենք, ոգևորենք։ Եվ դա դարձավ ավանդույթ, որ մինչև այսօր սենատում ամեն տարի ընտրում են մի հատ սենատոր, որը որ պետք է այդ ուղերձը կարդա Վաշինգտոնի, որպեսզի իմանան, որ իշխանությունը պետք է փոխվի եւ իշխանական թևերի տարանջատում պետք է լինի, կռիվ չպետք է անես, որպեսզի երկար լինես, բայց այդ ժամանակ սահմանադրությունը փոփոխություն չէր նախատեսում, իսկ Դոնալդ Տրամպը արդեն արգելքի դեպքում 22-րդ փոփոխությունից հետո առավոտից իրիկու մտածում էր ոնց անի 3-րդ ժամկետ ընտրվի։ Իր թիմակիցները բայց ոնց էին հանդուրժում ու ասում էին, որ այո, պետք է տարբերակներ մտածենք 3-րդ ժամկետ ընտրվի։ Ջորջ Վաշինգտոնը անվերապահ հեղինակություն ունեցող պաշտոնաթողության ժամանակ ընդամենը 65 տարեկան էր։ Դոնալդ Տրամպը այսօր 80, 2 տարի հետո երբ որ պաշտոնը կթողի 82, բայց մտածում էին կարանք լուծում գտնենք ինքը շարունակի, բա ինչի վրա է ստորագրում, ինչի հետ ես ուզում, որ դու ցույց տաս, որ դու տրամաբանական շարունակողն ես այդ հիմնադիր հայրերի, որ անպայման տանես քո նկարը կպցնես դրա վրա, բայց դա է մեզ անհանգստացնում, Ամերիկան մեզ համար օրինակ է եղել, իսկ մենք տեսնում ենք, որ այսօր ինքը այդ արժեքների կրողը չի, բայց ինչ ենք մենակ ասում Ջորջ Վաշինգտոնը, 2 ժամկետ այդ մարդը պաշտոն ավարեց, իրանից հետո եկավ Ջոն Ադամսը 1797-1801, որը եղել է Վաշինգտոնի ադմինիստրացիայում փոխնախագահ, բացարձակ հեղինակություն հիմնադիր հայրերից մյուսը, 7 հիմնադիր հայրերից մյուսը, մի ժամկետից հետո ասեց վերջ ես գնում եմ ես հոգնած եմ քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվեմ, մի կողմ եմ քաշում հանգիստ ինձ համար ապրեմ, իհարկե օգնեց մի ամբողջ սերունդ քաղաքական գործիչներ ինքը պատրաստեց եւ անգամ իր տղան դարձավ Ջոն Քուինսի Ադամսը Ամերիկայի 6-րդ նախագահ 1820-29 թվականներին, բայց ինքը պաշտոնաթողությունից հետո 25 տարի ապրեց, այսինքն տենց վերջի հույսով առողջական խնդրեմ չուներ, բայց եկավ Թոմաս Ջեֆերսոնը 1801-1809 Ամերիկայի Միացյալ Նահանգների մեկ հիմնադիր հայրը, 3-րդ նախագահը, որը եղել է Վաշինգտոնի ադմինիստրացիայում պետքարտուղար, որը եղել է փոխնախագահ Ջոն Ադամսի ադմինիստրացիայում, որը որ սահմանադրություն էր գրել, ասում էին ամենաժողովրդավարական էր, դրա համար դա չընդունեցին, պայմանականորեն ասած Վաշինգտոնյան սահմանադրությունը ընդունեցին, բայց ինքը պլանտատորի տղա էր, իր բարեկամներից ով մեռնում էր, իրար հող էր կտակում, ինքը ստրկատեր էր, բայց պայքարում էր ստրուկների կյանքի որակի համար, նրանց իրավունքների համար, բայց ինչի մեկի մտքով չանցավ նորից մտածի ոնց 3-րդ անգամ ընտրվի, իսկ դա են Թոմաս Ջեֆերսոններ, որի օրոք Լուիզիանայի նահանգը, որը կարողացան ֆրանսիացիներից առնեն, ուղիղ այնքան էր, ինչքան Ամերիկայի Միացյալ Նահանգները 1776 թվականին ստեղծած իր տարածքով, ընդամենը 13 նահանգ էր, այդ արևելյան նահանգները, մենակ Լուիզիանան դրան հավասար էր, ով այդ բանակցությունները վարեց, Թոմաս Ջեֆերսոնը, ում հետ էին այդ հարցերը լուծում, Նապոլեոն Բոնապարտի, իդեպ այդ ժամանակ Նապոլեոն Բոնապարտը դեռ կայսր չէր, առաջի կոնսուլ էր, մարդիկ ովքեր հիշում են ֆրանսիական հեղափոխության ավարտը 99 թվականին, երբ որ արդեն եղավ պալատական հեղաշրջում եւ Նապոլեոնը իշխանությունը վերցրեց որպես առաջի կոնսուլ բացարձակ իրավունքներով,
Այդ հետո 1804-14 թվականներին է եղել իմպերատոր։ Բա ով էր կյանքը դրել դրա համար, որպեսզի կարողանային Լուիզիանան վերցնեն Ֆրանսիայից։ Բայց այդ ինչի Թոմաս Ջեֆերսոնը երրորդ ժամկետ չէր ուզում ընտրվել, քիչ արած բան ուներ ինքը։ Եվ գիտեք ինչի համար եմ ասում, որ այդ ընթացքում չորրորդ նախագահը պետքարտուղարն էր այդ ժամանակ Թոմաս Ջեֆերսոնի ժամանակ, Ջեյմս Մեդիսոնը 1809-1817 թվականին 2 ժամկետ եղավ նախագահ, բայց ինքը այդ ժամանակ պետքարտուղարն էր եւ շատ լուրջ ջանքեր գործադրեցին, որպեսզի կարողանային այդ Լուիզիանայի հարցը լուծեն, դա տենց հասարակ գործ չէր Ֆրանսիայից վերցնել, իսպանացիները ոտի էին կանգնել, իրանք էլ էին ուզում հավակնություններ էին ներկայացնում, իսկ 5-րդ նախագահը Ջեյմս Մոնրոյի դոկտրինը մարդիկ, որոնք որ կհիշեն, այդ ժամանակ հենց իրան ուղարկեցին, որ գնա բանակցություններ վարի Ֆրանսիա, որպեսզի կարողանան այդ հարցը լուծեն։ Իսկ Ջեյն Մոնրոն էլ լեգենդար անձնավորություն էր, շատ դուրս ջանքեր գործադրած։ Մոնրոյի հետ կապված էլ կհիշեք, որ Դոնալդ Տրամպը հիշում է Մոնրոյի դոկտրինը 1823 թվականին, երբ որ խոսում են լատինամերիկյան երկրների հետ կապված, որ Ամերիկան վերահսկողություն ազդեցություն ունի։ Այսինքն դուք ուշադրություն դարձրեք, որևէ մեկի մտքով չի անցել երրորդ ժամկետ գնա։ 32-րդ նախագահն էր Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը։ Իրանից առաջ 31 նախագահը պարագայում ընդամենը 8-ն է 2 ժամկետ ընտրվել։ Մյուսները դրանից ցածր։ Բայց Ռուզվելտը հանգամանքների բերումով եղավ, չէ՞ որ նախագահը ընտրվեց 32 թվականին, հետո 36-ին, հետո արդեն երկրորդ համաշխարհային պատերազմ սկսել էր, ասին ոնց փոխենք մեր փորձառու ղեկավարին, 40-ին էլ ընտրվեց, 44-ին էլ ընտրվեց։ Բայց նույնիսկ այդ պարագայում մարդիկ ասեցին, որ լավ օրինակի մեջ կա վատ նախադեպ։ Եթե նույնիսկ պատերազմի իրավիճակում մեր գերագույն գլխավոր հրամանատարին պետք չի փոխենք, իրանք այնուամենայնիվ հասան նրան, որ ասին պետք է օրենքը փոխենք, եւ օրենքը փոխեցին։ 51 թվականին ուժի մեջ մտավ։ 22-րդ ուղումը, որ 2 ժամկետից ավել անկախ նայից հերթով թե ոնց, ընդհանրապես 2 ժամկետից ավել չի կարելի։ Եվ ի՞նչն է հարցը։ Հարի Տրումենը, որը փոխարինեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին, որը միջուկային զենք օգտագործած Տրումենն էր, միջուկային ռում, օգոստոսի 6-ին 9-ին Հիրոսիմայի ու Նագասակիի վրա գցած, իր օրոք օրենքը ընդունվեց եւ իր օրոք ինքը այլևս չառաջադրվեց։ Նույնիսկ օրենքը ասում էր, որ Հարի Տրումենի վրա դա չի տարածում, որովհետեւ գործող նախագահի օրոք է դա եղել։ Ինքը ընդամենը եթե 2 տարուց ավել պաշտոնավարել ես, դա համարվում է մի ժամկետ, բայց դա իր վրա չէր տարածվում, որովհետև Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը 45 թվականի ապրիլի 12-ին մահացավ, 44 թվականին ընտրվել էր։ Եվ հիմա դուք տեսեք, այ օրենքը ընդունվել է 22 թվականին, բայց այդ ավանդույթը, որը Վաշինգտոնը դրել էր, որ չի կարելի երրորդ ժամկետ գնալ, որևէ մեկը չէր կարողանում այդ ուղղությամբ մտածել։ Եվ տեսեք, այնպես չի, որ չեն եղել տենց միամիտներ, որոնք դա փորձել են։ Ուլիս Գրանտը 18-րդ նախագահը Ամերիկայի 1869-77 թվականներ։ 2 ժամկետ ընտրվելուց հետո ասեց մի ժամկետ էլ եմ ուզում։ Ասին ինչ ես խոսում։ Անկամ կուսակցության ներսում դեմ եղան։ Ասին դու դեմ ես գնում Վաշինգտոնի, բայց այդ օրենքը չէր արգելում։ Ասին Վաշինգտոնի ասածը դա ավանդույթ է, որը չի կարելի ոտնահարել։ Եվ նրան մերժեցին հենց կուսակցության ներսում։ Այո, միամիտն էլ տենց որոշում կայացրեց։ Թեոդոր Ռուզվելտը, Ամերիկայի ամենաերիտասարդ նախագահն, 26-րդ նախագահն, ինչի ամենաերիտասարդ, բայց ինքը ընտրված նախագահն չէր, ընտրված ամենաերիտասարդը Ջոն Ֆիցջերալդ Քենեդին էր, 43 տարեկան էր։ Ինքը ուղղակի Ուիլյամ Մակկինլիին սպանեցին, հենց այդ տարին ինքը փոխնախագահ էր, դարձավ նախագահ։ 2 ժամկետ աշխատեց, որովհետև Մակինլիի փոխարինել մի ամբողջ ժամկետ։ Երկրորդ ժամկետից հետո ասեց, ես երրորդ ժամկետ չեմ գնա։ Բայց հետո փոշմանեց։ Բայց ասեց, գիտեք ինչ, ես չեմ ասել անմիջապես չեմ գնա, բայց հետո եթե մի հատ ընդմիջում ելնի, կգնամ։ Ու այդ ժամանակ ինքը աջակցեց Ուիլյամ Տաֆտին, որը իր մոտ ռազմական նախարար էր, որը դարձավ նախագահ։
Բայց կարճ ժամանակ հետո դժգոհ մնաց նրանից եւ ասեց. ոչ, ես պետք է գնամ 3-րդ ժամկետ, ասին ես չես անում։ Ու իրան անգամ կուսակիցները չպաշտպանեցին։ Primary-ում անցավ, բայց կուսակիցները համագումարի ժամանակ չպաշտպանեցին։ Ինքն էլ նեղացավ եւ դուրս եկավ կուսակցությունից։ Առաջադիմական կուսակցություն ստեղծեց եւ որպես 3-րդ թեկնածու մասնակցեց։ Քանի որ հարգանքը իր շատ մեծ էր, հանրապետականներից շատերը իրան ձայն տվեցին։ Ինքը ավելի շատ ձայն ստացավ, քան անգամ Ուիլյամ Տաֆտը որպես գործող նախագահ։ Բայց այդ դեպքում բախտը բերեց, հաղթեց դեմոկրատները։ Ուիդրո Վիլսոնը մեր կողմից շատ հարգված 28-րդ նախագահը, որովհետև այդ երկուսի ձայները արդեն քիչ էին։ Եվ ինչու եմ ասում, այս ձևով են մարդիկ պաշտպանել Ամերիկայի արժեքներն ու իրավունքները։ Ասել են, որ հոп, ժողովուրդ ջան, այդ արժեքները օրենքից ավելի թանկ ու կարևոր է։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք այսօր մտածենք, որ վաղը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կգա մեկ ուրիշ նախագահ, որ գոնե այս ամեն ինչը հաշվի առնելով, մտածենք, որ եթե հանկարծ մի քիչ երկար տևեց, Ամերիկան կարող է ինքը մեր աչքի առաջ դուք տեսնում եք, որ Դոնալդ Տրամպի ժամանակը կարճ է, ինքը չի հասցնի ինչ որ մի բան վնաս տա Ամերիկային անդառնալի, բայց դուք տեսնում եք այդ մարդը իր անձի նկատմամբ ոնց է ֆիքսված եւ ոնց են կողքից այդ ամեն ինչին տենց ոգևորված սատարում, բա մեր նախագահն է թողալնի։ Չէ, ժողովուրդ ջան, մենք ուզում ենք, որ 1776 թվականի հուլիսի 4-ի անկախության հռչակագիրը դա շատ լուրջ ոգեշնչման առարկա է եւ Ամերիկայի համար եւ աշխարհի համար եւ պետքա որ այդ ամեն ինչը հաշվի առնել եւ մտածել, որ ոնց անել, որ այդ արժեքները օրինակ լինի մեզանից շատերի համար եւ մենք ասենք այո այդ արժեքներին պետք է հետևենք մենք բարոյական իրավունք ունենք որ պահանջենք որ Ամերիկան չշեղվի այն արժեքներից որը ինքը աշխարհին ներկայացրել է ու այդ ձևով ոգեշնչել է որ պետք է զարգանալ ու մենք ասել ենք ինչ խորհրդային միություն լա տեսեք ինչ է կատարվում երևի վատել չէր լինի որ $100 վրա երբ որ Դոնալդ Տրամպը մտածում է որ ինքը ստորագրի այդ $100 հետ կապված էլ Բենջամին Ֆրանկլինի նկարն է չէ դրա վրա հիմնադիր հայրերից երևի միակը ոչ թե երևի այլ միակը որը որ 3 հիմնարար փաստաթղթեր Ամերիկայի ստեղծման ստորագրել է անգամ այդ 7-ից միակն է եղել անկախության հռչակագիրը 1776 թվական սահմանադրություն 1787 թվական եւ Վերսալյան պայմանագիր 1783 թվական, որով վերջ տրվեց Անգլիայի հետ պատերազմին։ Այո, որը 70 տարեկանում գնաց դեսպան Ֆրանսիա եւ համփողի հարց լուծեց Ամերիկայի համար։ Եվ համել այնպես արեց, որ Ֆրանսիային իրանց կողմը քաշեին Անգլիայի հետ կապված պատահական չի, որ Ֆրանսիայի միջնորդությամբ էլ Վերսալյան պայմանագիրը եղավ։ Այո, այդ մարդը սահմանադրության ընդունման հետ կապված ինչ ելույթ ունեցավ կարակոտ, որ մեզ համար չենք սա ընդունում։ Մենք ընդունում ենք սերունդների համար եւ այլ եւ այլ։ Այ երբ որ Դոնալդ Տրամպը ուզում է այդ ամեն ինչը իրան վերագրի, թող մի հատ նայի որ արժեքներով է վերագրում, որտեղ ինքը իր անձնական որակներով այդ արժեքների կրողը չի։ Մենք ավելի շատ ենք կրողը, քան երևի ինքը։ Դե ինչ, այսօր այսքանը Եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։